չնայած Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց այնպիսի տնտեսական վագրային թռիչքներ, որ մի պահ ինձ թվաց, թե ես Շվեյցարիայում եմ ապրում, բացեցի անձնագիրս, ասիկա ողա ես Շվեյցարիայի քաղաքացի եմ, տեղյակ չեմ, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի հետ այս հարաբերությունների ծայրահեղ վատթարացման ֆոնին Հայաստանի տնտեսության ողնաշարը ուղակի ջախջախվելու է։ Նախորդին ինձ զանգահարել են Լարսում 20 օրից ավել պատանդ մնացած բեռնատարների վարորդները, ովքեր տեղափոխում էին խմիչք եւ ասել են 20 օր հետո մեզ հետ են ուղարկում եւ ի պատասխան մեր հարցերին ինչի եք մեզ հետ ուղարկում, ինչ ենք խախտել կամ ինչ անօրինականություն եք գտել, նրանք այսպես Նիկոլ Փաշինյանի սրտիկն են ցույց տվել վարորդներին ռուս սահմանապահները եւ ասել են կգնաք այդ բոլոր հարցերը կլուծեք Նիկոլ Փաշինյանի հետ եւ հիմա հասկանալի է որ այս տենդենսը գնալով Հայաստանի տնտեսությունը ուղղակի ջախջախվելու է եւ ինչա պետք իշխանությունը որ անի որպիսի հասարակության ուշադրությունը շեղի իր կենսական խնդիրներից պետք է այս շոուները, ձերբակալությունները, եռագլուխ հրեշները, ես չգիտեմ ինչերը, գիլյոտիններ, կախաղաններ, բանտախցեր, որովհետև հաց եւ տեսարանների հացը այլևս կարծես թե դառնում է լրջագույն խնդիր եւ հասարակության այն հատվածը, որին ցավոք սրտի 18 թվականից նստեցրեցին ատելության նարկոտիկի վրա, ասում է ինձ արյուն տուր, ինձ գիլյոտիններ տուր, որ գոնե եթե ես հաց չունեմ, բավարարվեմ նրանով, որ տեսնեմ այդ տեսարանները